Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկում ենք հարց համար 16-ը կատարողակ ներողություն խառնել է ես չէ ներողություն ստեղել է կատարողականի գնահատման պիլոտային համակարգին գումար հատկացնելու մասին թե վրիպակա ատեստավորման ծրագրի կատարմանը գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Սխալ է վերնագիրը գրած, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության ծրագրի կարևոր թիրախներից էր ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգներ դնել, որը կարող էր մի կողմից խրախուսել ուսուցիչների կողմից սեփական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը, մյուս կողմից դրա դիմաց վարձատրության վերանայման նշանակալի հնարավորություն կտար, և այս մեխանիզմի կարևոր բաղադրիչը կամավոր ատեստավորումն է, որը փորձնական կարգով ներդրել ենք 2021 թվականից, դա այդ տարում, որը փորձնական էր, հասանելի էր 7-ից 12-րդ դասարանների 7 առարկաները դասավանդող ուսուցիչների համար։ Հաջորդող տարիներին զարգանալով ըստ էության 2023 թվականից է, որ համակարգը հասանելի դարձավ բոլոր դասարանների բոլոր առարկաները դասավանդողների համար։ Ատեստավորման համակարգը հասանելի դարձավ նաև տվյալ պահին ուսուցիչ չաշխատող անձանց համար, որոնք ուսուցիչ աշխատելու պահանջներին համապատասխանում էին։ Եվ 2021-ից 24 թվականներին կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցել են ու վարձատրության փոփոխություն արդեն ունեին 6321 ուսուցիչներ, որը մեր ուսուցիչների ուսուցչական համակազմի շուրջ 20%-ն է։ Ընդ որում արդեն նախորդ տարի մենք նկատեցինք, որ կամավոր ատեստավորմանը առաջին անգամ մասնակցողների թիվը ավելի մեծ է լինում, նախորդ տարի 56.7%-ը մասնակցող ուսուցիչների առաջին անգամ էին մասնակցում գործընթացին, ինչը ցույց էր տալիս, որ կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների վստահությունը էապես բարձրացել է։ Եվ այս տարի մենք փաստացի ունենք իրավիճակ եւ այս որոշման նախագիծը այն մասին է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 միլիարդ 673 միլիոն 771 հազար 400 դրամ եւ այս ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դա լրացնել եւս շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե անվարչապետ դուք որոշ համադրություններ բերեցիք, թույլ տվեք ասել, որ 18 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության ֆոնդն էլ զգալիորեն աճել է 25 թվականի նկատմամբ եւ միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ, ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ եւ ինչպես նկատեցինք, միայն կամավոր ատեստավորման համակարգը այս տարի 10 միլիարդ դրամ հատկացում է ստանում։ Իսկ 26 թվականի պետական բյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չի, ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու եւ 2024-ի համեմատ կրկնակի ավել է այն բյուջեն, որը մենք ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին։ Ընդ որում, այստեղ պետք է հիշեցնեմ, որ բացի կամավոր ատեստավորումից մենք խոսում ենք նաեւ տարակարգի վերափոխված մեխանիզմի մասին, որը եւս միջև 50% հավելավճար է հնարավորություն տալիս ստանալ բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչները ունեն 25% հավելավճար, գյուղական փոքր դպրոցներում եւս միջև 50% հավելավճարի հնարավորություն կա եւ սա հնարավոր է դարձրել մեր երկրում մի իրողություն, որ մենք իսկապես ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ, որոնց թվերը դուք առիթ եք ունեցել հնչեցնել կառավարության վերջին նիստերից մեկում եւ այսօր արդեն 700,000 եւ ավել վարձատրություն ստացող ուսուցիչները մեր իրականության մասն են։ Պետք է նշեմ, որ հիմա ամփոփվում են 25 թվականի կամավոր ատեստավորման ցուցանիշները եւ ակնհայտ է, որ թե դիմել
հասանելիության եւ թե մասնակցության ցուցանիշներով մենք կամավոր ատեստավորման համակարգը կարող ենք արձանագրել, որ կայացել է եւ զարգանում է։ Այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էին ավելի քան 8400 հոգի, նրանցից ավելի քան 7200-ը կամ 84%-ը մասնակցել են։ Այս պահին դեռևս բողոքարկումների փուլում ենք, բայց բողոքարկումների արդյունքներն էլ դեռևս չհաշվարկելով 67.2%-ը դրական է հաղթահարել ատեստավորման գործընթացը, խոսքը շուրջ եւս 4852 հոգու մասին է, որոնցից ավելի քան 2870-ը առաջին անգամ է մասնակցել ատեստավորմանը եւ դրական արդյունք ունի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ նախնական արդյունքներով շուրջ 9200 ուսուցիչներ կամավոր ատեստավորված են եւ ունեն վարձատրության բարձրացում։ Սա նշանակում է մեր ամեն երրորդ ուսուցիչը այս պահին կամավոր ատեստավորված է արդեն եւ այս թիվը բողոքարկումներից հետո կարող է միայն աճել։ Եվ պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարվանից ատեստավորումը էլեկտրոնային եղանակով ենք անցկացնում, այս տարի բողոքարկումներ ենք էլեկտրոնային ձևաչափով իրականացվել եւ գործընթացը շարունակաբար բարելավում ենք, ելնելով նաեւ ուսուցիչների հետ հետադարձ կապից։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան։ Տիկին Անդրեասյան, հիմա բոլոր ուսուցիչների համար է բաց ատեստավորում, որովհետեւ մենք սկզբից տենց փուլ բան արեցինք, այսինքն շրջափուլը մենք այդ որոշումների հասանելիության առումով շրջափուլ ավարտել ենք, այսինքն ուսուցիչների հատված չկա, որ իրանց դեռ չեն անդրադարձել ատեստավորման համակարգով։ Ոչ, պարոն վարչապետ, բոլոր ուսուցիչներին հասանելի է, ես նշեցի, որ 23 թվականից սկսած, այսինքն սա արդեն ըստ էության երրորդ տարին էր, որ բոլոր առարկաների բոլոր ուսուցիչները կարող են մասնակցել, ընդ որում նույնիսկ ազգային փոքրամասնությունների առարկաները դասավանդող ուսուցիչները, որոնք փոքրաթիվ են, մենք այս ուսուցիչների համար էլ ենք ապահովում կամավոր ատեստավորման հնարավորությունը։ Իհարկե, հարգելի գործընկերներ, արդեն ասվեց, ես հասկացա, որ մենք նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ որ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրեցների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ, ի սկզբանե շատ փոքր թվերից, հիմա 59% ասեցիք, հա, որ դրական են։ 67.2% 67, սա նշանակում է, որ պրոցեսները լրջացել են, այսինքն ուսուցիչները իրենք էլ ավելի պատրաստված են գալիս, որը հենց այդ փաստով, որ ուսուցիչները ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է պոզիտիվ ազդեցություն, որովհետև իմ ընկալումն է նա, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու։ Այսինքն սա շատ կարևոր հանգամանք է։ Իհարկե նաև էլ պետք է ասենք, որ ատեստավորման համակարգի հետ կապված մենք շարունակաբար նամակներ, դիմումներ, բողոքներ ստանում ենք։ Մենք այդ բոլոր բնականաբար այն ուսուցիչների կողմից հիմնականում, ովքեր ատեստավորման դրական շեմը չեն հաղթահարել, մենք պետք է հարգանքով, սիրով, հոգատարությամբ վերաբերվենք ամեն մի ահազանգի, ամեն մի բողոքի, բայց արդյունքում սկզբունքայնությունը պետքա ճշգրիտ պահվի, որովհետև եւ իհարկե մենք պետքա ուղեկցենք մեր բոլոր սիրելի ուսուցիչներին, որպեսզի համոզվենք, որ կառավարությունը բավարար ջանք է գործադրել, որպեսզի մեր սիրելի ուսուցիչները կարողանան այդ հնարավորությունից օգտվեն եւ աջակցենք, որպեսզի իրենք կարողանան այդ շեմերը հաղթահարել ավելին, քան հաղթահարել են նախորդ փուլում։ Ընդ որում մեր ռազմավարական նպատակադրումը ես ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, մենք ինչ ենք ասել ենք, որ ատեստավորման մի շրջափուլ, երբ որ կավարտենք, եւ այն պահից հետո, երբ որ մեր համակարգում կաշխատեն միայն ատեստավորված ուսուցիչներ կամ գուցե թե դա շատ հեռու է դեռ, մի X փուլի մենք պետք է ատեստավորման երկրորդ շրջափուլը անցկացնենք, որը ելի կապահովի ուսուցիչների աշխատավարձի հետագա ավելացում։ Եվ մենք սրանից հետո պետք է արձանագրենք, որ այլևս ուղղակի տենց ավտոմատ ինքնաբերաբար որոշ դեպքեր իհարկե հաշվի առնելով, որովհետև կարող ենք
որոշ առարկա ԲՏՃՄ ուղղություններով արդեն տենց որոշում կայացրել ենք, բայց մեկ ռազմավարական հեռանկարում մենք պետքա որոշումները կայացնենք հենց այս տրամաբանությամբ, որպեսզի լրացուցիչ խթաններ ստեղծենք, որպեսզի մեր սիրելի ուսուցիչները ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց մասնագիտական հմտությունների եւ կարողությունների թարմացմանը, որովհետեւ գիտելիքը, գիտությունը, մեթոդները անընդհատ փոխվում են, նոր մեթոդներ կան եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հասանելիությունը ապահովվի։ Այս փուլում մենք դեռևս այդ գիծը չենք հատել, առայժմ կմնանք ատեստավորման այս տրամաբանության մեջ, որովհետև մենք նաև հիմա քննարկում ենք որոշումներ, թե ինչպես անենք, որպեսզի էլի հնարավորություններ ստեղծենք այն ուսուցիչների համար, ովքեր 3 անգամ թե 2 անգամ, 2 անգամ չեն հաղթահարել, այսինքն մենք մտածում ենք, թե ինչպես անենք երրորդ հնարավորությունը նույնպես ստեղծելու համար, բայց էդ էլ պիտի իմանանք, որ լավ, երրորդ հնարավորությունը կարող ենք ստեղծել, լավ, կարող է ինչ-որ մի իրավիճակով էլի հնարավորություն ստեղծել, բայց մի X պահի այս process-ը պետքա կանգնի, որովհետև հակառակ դեպքում դա տենց կլինի ինքնանպատակ, ոչ թե ինքնանպատակ, այդ կետի վրա կկանգնենք ու չենք կարողանա առաջ գնալ, բայց սա լրիվ առանձին խոսակցության թեմա է, այնպես որ մենք այս որոշմամբ ինչքան 10 միլիարդ, հա, 10 միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի ատեստավորված երկու լրացուցիչ, այսինքն տարվա արդյունքներով կլինի ինչքան։ Մենք արդեն նախատեսել էինք շուրջ 8.7 միլիարդ դրամ եւ այս պահին հատկացնում ենք 2.16 միլիարդ, այսինքն ընդհանուր 11 միլիարդին մոտենում ենք։ Այո։ Հա, շատ լավ, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Պարոն վարչապետ, իմ ընկալմամբ, երբ որ մենք ատեստավորման համար հավելյալ գումար ենք վճարում ուսուցիչներին, մենք ֆիքսում ենք այսօրվա իրանց կարողությունների եւ գիտելիքների մակարդակը եւ դրա համար հավելյալ վճար ենք տալիս եւ ելնելով այն սկզբունքից, որ բոլորը պետք է շարունակաբար բարելավեն իրենց կարողությունները, ես կարծում եմ, որ հետագա փուլերում, որը դուք նշեցիք, մենք գուցե դիտարկենք նաև այն իրավիճակը, որ մարդիկ եթե հետագայում չատեստավորվեն, իրենց աշխատավարձը չմնա այն մակարդակի վրա, որը ատեստավորման հետևանքով բարձրացել է, որովհետև դա կնշանակի, որ մարդիկ, որոնք շարունակաբար չեն բարելավում իրենց գիտելիքները, իրանց արդիականությունը կարող են կորցնել եւ այդ մյուս փուլերի մասին, որը դուք նշեցիք, ես կառաջարկեի այդ հարցնել ինչ որ մի կետում քննարկել։ Պարոն Հովհաննիսյան, մենք նախընտրում ենք պոզիտիվ խոսույթներով հարցին մոտենալ, մենք ձևակերպում ենք այդպես, որ հետագա փուլերում ուսուցիչները ատեստավորման միջոցով իրենց աշխատավարձը էլի ավելացնելու հնարավորություն կունենան։ Մենք ուսուցիչների աշխատավարձները հետ իջեցնելու պլաններ չունենք, ես ուղղակի բացառում եմ այդպիսի որևէ ուղղակի բացառում եմ, նման բան չի կարող լինել։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես պետք է հիշեցնեմ, որ մեր բոլոր այն ուսուցիչները, որոնք մասնակցում են ատեստավորմանը եւ հաջողություն չեն գրանցում, պետությունը նրանց համար կազմակերպում է վերապատրաստում եւ այդ վերապատրաստումը ֆինանսավորվում է պետության կողմից եւ այդ վերապատրաստումը ուղղված է նրան, որպեսզի մեր ուսուցիչները մասնագիտական աջակցություն ստանան, բարելավեն իրենց գիտելիքները եւ հաջորդ փուլին ատեստավորմանը մասնակցելով կարողանան ավելի բարձր արդյունքներ գրանցել եւ այսօր մեր մասնակցած բազմաթիվ ուսուցիչներ հենց այդ ուսուցիչներն են նաեւ, ովքեր վերապատրաստվել են պետության աջակցությամբ եւ այսօր արդեն հաջողություն ունեն։ Երկրորդ բանը, ինչ կուզեի ասել, պարոն վարչապետ, կամավոր ատեստավորումը իսկապես առաջ է բերել շարժում ուսուցչական համայնքի ներսում, ըստ առարկաների ձևավորվում են տարբեր խմբեր, ուսուցիչների ցանցեր եւ ուսուցիչները նաեւ միասին քննարկելով մասնագիտական հարցեր, որը իրականում հենց սովորելու թերևս լավագույն միջավայրն է, պատրաստվում են ատեստավորմանը եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր արդյունք է, որովհետեւ կրթության համակարգում ինքնակրթության միջավայրը դարձել է իրողություն եւ դարձել է շարժում։ Շնորհակալություն։